Ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանի լավ լուրին։ Դեք շատ ակնհայտորեն պարտադիր չի նախորդին Բայրամովը կրկին այդ մասին ասեր։ Ադրբեջանը դրել է 2 հրապարակային պահանջ, մի քանիսն էլ ուղեկցվում են դրան, բայց խոսենք 2-ից։ Հիմա երբ որ Արարատ Միրզոյանը ասում է կարող է լավ լուր սպասենք, դա մի պարագայում կարող է լինել, եթե Ադրբեջանը իր նախապայմանները հետ քաշեր, հետ կանչեր։ Ընդհակառակը մենք որևէ նախանշան չենք տեսնում, որ Ադրբեջանը հետ է քաշելու։ Հետևաբար ինչ լավ լուրի մասին է խոսում։ Գուցե հայկական կողմն է զիջումների գնացել կրկին։ Հա, որը երևի դարձյալ փաթեթավորելու են որպես դիվանագիտական մեծ հաջողություն։ Որ մենք դրա նախադեպը ունենք, ասենք միակողմանի զիջումների հետևանքով փլուզում ենք Տավուշի պաշտպանական համակարգը, հետո Նիկոլ Փաշինյանը դա նկարագրում է որպես իրական Հայաստանի գաղափարախոսություն եւ աննախադեպ դիվանագիտական նվաճում։ Այսինքն այո, ձեր մտահոգություն, հարցադրում, հուշումը լեգիտիմ է, հավանաբար մենք մոտ ապագայում ականատեսը կլինենք այդ երկու նախապայմանների բավարարմանը։ Դրանք հիմա էլ հայկական կողմը ասել է, որ պատրաստ է բավարարել։ Ըստ երևույթին կամ պաշտոնական գրավոր հավաստիացում Հայաստանը կտա, կամ այլ մեխանիզմ են գտնում, որպեսզի Հայաստանը այդ երկու նախապայմաններ բավարարի։